Ինչ արը։
Ինչ մեղադրանք կա։ Ինչ մեղադրանք կա։ Ինչու եք բռնել, ինչ մեղադրանք կա։ Մեղադրանքը ինչ է։ Ինչու եք բռնել, մեղադրանքը ինչ է։ Մեղադրանքը ինչ է, ինչ եք բռնել։ Հանգիստ, կներես։ Տղեկ ինչի համար եք տանում, մեղադրանքը որն է։ Դուք նախ քաղաքացիական հագուստով եք մի հատ ներկայացեք, մի հրի։ Դու ով ես ներկայացի, ով ես դու։ Դու ով ես, ընկեր դու ով ես, անըտ ինչ է, արա խես բրդում, անըտ ինչ է։ Դու քաղաքացիական հագուստով ես ինչ գործ ունես այստեղ։ Արա ջարդում եք ձերը տղու։ Չեք ջարդում ձերը։ Չեք թողնելու տանեք, թողնեք։ Ախպեր, մի տարեք եկեղեցու բակից, ախպեր, նյուժել ես ես, մի տարեք, եկեղեցու բակից մի տարեք, ախպեր, ախպեր, մի տարեք ստուք, եկեղեցու Ինչ դուրս գալարա։ Որ կպեք։ Կպեք։ Հաստատան կուշային եք, բայց ես մի արեք։ Գնաց, ենկոմ, ձախ։ Մի արեք, տղեք։ Թող։ Թողեք նավեք։ Այս այլանդակների ուշները ստանակ։ Իղծ Նիկոլի բանակն է, նայք։ Իղծ Նիկոլի բանակը։ Չայլ երեխուն գողացան բանդիտներ։ Բանդիտներ եք դուք, ռուսների ու թուրքերի ծառաներն եք, Նիկոլի տապալվելուց հետո բոլորիդ հետևից գալու են, բոլորիդ հետևից, դուք ռուս-թուրքական բանդիտներ եք, իմացեք, որ Հայաստանի հետ կապ չունեք դուք, ձեզ հրաման տվողները Հայաստանի հետ կապ չունեն։
Ժորժ ջան, մի փոքր ներկայացնեմ ինչ եղավ, ուրեմն պատարագին Սուրբ Հաննա եկեղեցում աղանդավոր եւ ազգային դավաճան Նիկոլ Փաշինյանը իշքախմբով մտավ, անշնորհքի պես ախրանայով, մարդկանց հրելով գնաց հասավ առաջի շարքեր, ժողովրդից լսեց հայ հոյանքներ, վերջի հայ հոյանքները եւ դավաճան պիտակավորումները իրեն ըստ արժանվույն մի քանի րոպե մնաց այդտեղ եւ այդտեղից հեռացավ նորից հեռանալիս նույն ձև էլի հայ հոյանքների եւ մեղադրանքների ներքո ռադը քաշեց գնաց։ Հիմա ոստիկանները պատարագի ավարտին արդեն ուղարկված էին Սուրբ Հաննա եկեղեցու մուտքի մոտ եւ պատարագի ավարտին հարձակվեցին բորենիների նման մի մոտ 100 հոգով հարձակվեցին մի հոգի երիտասարդ համեստագույն մի երիտասարդ, որին ես ամեն շաբաթ տեսել եմ պատարագին, հավատով լի, ընտիր մի երիտասարդ, որին որ այս այլանդակ բորենիները Նիկոլ Փաշինյանի թուրք-ռուսական գործակալ Նիկոլ Փաշինյանի հրահանգով տարան, որովհետև համարձակվել էր նրան ասել այն ինչ որ ինքը կա, այսինքն ազգային դավաճան, աղանդավոր, ես չեմ լսել հեռու էի, բայց Փաստորեն որտեղ որ գալիս է այդ կենթանին, որտեղ որ մտնում է, գալիս է պղծելու եւ իմիջիալոց ասեմ որ իրեն ամենաշատ իրեն ջղայնացնում այն որ ինքը անուժ է, ինքը չի կարողանում, ոչ չի կարողանում ժողովրդի ատելությունը հաղթահարի, եկավ կանգնեց պատարագին, լսեց կաթողիկոսի անունը հնչեց, ինքը լսեց լուր։ Այսինքն ամեն առումով ինքը տապալված, խայտարակված մի հատ կերպար, որը որ պարզապես մարդկանց ով որ համարձակվում է իր կարծիքով պիտի մարդիկ լռեն մենք հենց քարոզին քահանան լավ մեջբերում արեց եթե անգամ մենք ոչ մեկս ոչ մի բան չասենք լռենք քարերը ասելու են որ դու դավաճան ես քարերը գոռալու են որ դու ազգային դավաճան ես հայ ժողովրդի թշնամի ես ինչքան ուզում ես մարդկանց ձերբակալի ինչ է ստանալու քո ձերբակալությամբ ինչ է ստանալու դու քո ձերբակալությամբ Ժողովուրդ ջան, այսքանը, Աստված պահապան բոլորիս, պետքա Նիկոլի հունիսին պետքա Նիկոլը տապալվի, ընտրությունները պետքա տապալվի եւ ձերբակալվի։ Այս մարդը քաղաքացիական պատերազմ է հրահրում։ Այսքանը հաջողություն։